Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այսօրվա ծրագրում։ Բաքուն անդրադարձել է հայերի դատավարություններին, պնդելով, որ Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի և հանձնի ռազմական հանցագործությունների համար մեղադրվողներին։ Սիրիայի ծովափնյա շրջաններում տեղի ունեցած բախումների ընթացքում ավելի քան 340 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում ըստ Հալեպում լույս տեսնող Գանձասարի 2 հայ։ Այսօր 4-ից 6 բալանոց երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքի մոտակայքում, ինչ վիճակում են Գյումրիի վթարային շենքերը։ Փաշինյանի հայտարարություններից հետո ձերբակալել են ԱԱԾ նախկին սպային 4 տարվա վաղեմության գործով։ Հայաստանում ճանապարհներին վթարներից մահացության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ, պատճառները տարբեր են, լուծումներն անհայտ։ Այսօր մարտի 8-ն է, կանանց միջազգային օրը։ Անկախ իրավապաշտպանների և լրատվամիջոցների բացակայությամբ Բաքվում ընթացող հայ ռազմագերիների դատավարություններին է անդրադարձել Իլհամ Ալիևի խորհրդականը, մեղադրել է Երևանին դատավարության դեմ քարոզչական արշավ սկսելու համար և պնդել, որ Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի և հանձնի մեջբերեմ ռազմական հանցագործությունների համար մեղադրվողներին։ Թե ում նկատի ունի Հաջիևը հայտնի չէ։ Պաշտոնական Երևանից դեռ արձագանք չկա։ Բաքուն Հայաստանի իշխանություններին համագործակցության կոչ է անում, պնդելով, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր սկիզբը կարող է ցուցադրվել նաև ռազմական հանցագործությունների համար մեղադրվողներին Բաքվին հանձնելով։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմեթ Հաջիևն այսօր տարածած հայտարարությամբ շեշտել է, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանի տարածքում։ Անցած տարեվերջին էլ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն էր նման կոչով դիմել Հայաստանի դատախազությանը։ Դատավարության դեմ անհարկի քարոզչություն իրականացնելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի, նպաստելու անցումային արդարադատության վերականգնմանը և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։ Խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը, ի թիվս այլ բաների, ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը, ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների համար։ Ադրբեջանցի պաշտոնյան սակայն անուններ չի տվել իր տեքստում։ Հաջիևի մեղադրանքներին Երևանից դեռ չեն արձագանքել։ Ազատությունն այսօր դիմել է արտգործնախարարություն մեկնաբանության խնդրանքով, պատասխան դեռ չունենք։ Բաքվի ռազմական դատանում Արցախի նախկին ղեկավարների ու մյուս 7 հայ գերիների մեղադրանքների հատորներում պարբերաբար հիշատակվում են նաև Հայաստանի նախկին նախագահներն ու մյուս ռազմաքաղաքական ղեկավարները։ Նրանք ներկայացվում են իբրև Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի հետևում կանգնած անձինք։ Արդյոք Ադրբեջանը Երևանին դիմում է հենց նրանց Բաքվին հանձնելու համար։ Հաջիևի հայտարարությունից պարզ չի դառնում։ Գերիների հարցերով զբաղվող միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի կարծիքով Բաքուն Հայաստանի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին է փորձում ներքաշել Բաքվում տեղի ունեցող դատավարությանը, նրանց մեղադրելով ամենատարբեր հանցագործությունների համար։ Նման պահանջը լեգիտիմ կլիներ մի քանի նախապայմանների առկայության դեպքում, նախ որ ունակ լիներ Ադրբեջանը կազմակերպել արդար դատաքննություն նաև էթնիկ հայերի համար և ստեղծել արդյունավետ պաշտպանության միջոցներ, մինչդեռ նման նախադրյալը բացակայում է, որում մենք այստեղ ունենք արձանագրում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից և նաև հայ գերիների քաղբանտարկյալների դատավարություններն էլ ցուցադրեցին, որ Ադրբեջանը անունակ է գոնե մեկ դատավարական երաշխիք պահպանել։ Միջազգային իրավունքի մասնագետը շեշտում է, Բաքուն ինքը չի ցուցադրել, որ պատրաստ է համագործակցել ու հետաքննել հայերի դեմ հանցագործություններն ու պատասխանատվություն ենթարկել մեղավորներին։ Մենք ունենք արդեն իսկ միջազգային դատարաններում դեպքեր, որոնք հետաքննվել են անկախ մեխանիզմների կողմից, արձանագրվել են հայ տուժողների իրավունքների խախտումներ և Եվրոպական դատարանը օրինակ պարտավորեցրել է Ադրբեջանին հետաքննություն իրականացնել
բացահայտել հայերին խոշտանգած, պարնած, առևանգած, գլխատած սեփական հանցագործներին եւ նրանց կանգնեցնել արդարադատության առջեւ։ Ադրբեջանը անգամ ձևական առումով քննություն չի իրականացնում։ Հայաստանի Հանրապետության դեմ են օգտագործելու, ցուցմունքներ են կորզելու։ Հայաստանի իշխանությունը Բաքվում ընթացող դատավարությունները որակում է որպես թատերականացված։ Պաշտոնական Երևանը պնդում է, դրանք դատավարական կոպտագույն խախտումներով եւ խոշտանգման աղաղակող նշաններով են ընթանում։ Վարչապետն էլ ասել էր, թե հայերի նկատմամբ արգելված միջոցներ են կիրառվում, որպեսզի ցուցմունքներ կորզեն, հետագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար։ Նա Բաքվի դատավարությանն անդրադարձել է նաեւ անցած 5 շաբթի, վերահաստատելով նախկինում ասածը։ Ես ասել եմ, որ մենք ունենք ինֆորմացիա եւ այդ ինֆորմացիան հիմա արդեն երևում է ակնհայտ, որ օգտագործվում են արգելված միջոցներ եւ խոշտանգումներ։ Պաշտոնական Բաքուն անհեթեթ է որակում Երևանից հնչող պնդումները։ Երեկ երեկոյան ի դեպ վարչապետը խորհրդանում իշխող կուսակցության վարչության անդամների, իշխող խմբակցության ու կառավարության անդամների հետ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացներ քննարկել։ Հաղորդագրությունից պարզ չէր կոնկրետ ինչ է քննարկել խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածները, թե նաև հայ ռազմագերիների հարցը։ Իշխանականներից պարզաբանում ստանալ չհաջողվեց։ Բաքվի դատանում Արցախի մյուս ղեկավարներից առանձին ընթանում է նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Այդ պաշտոնը ընդամենը 3 ամիս զբաղեցրած Վարդանյանին 1987-ից սկսած իրադարձությունների մեղադրանքներ են վերագրվում։ 56-ամյա Վարդանյանն արդեն գրեթե 20 օր է հացադուլ է անում։ Երեկ հրապարակվեց Բաքվի բանտից նրա աուդիո ուղերձը, որում նա բացատրել է ադրբեջանական բանտարկության մեջ արդեն երկրորդ անգամ հացադուլ անելու շարժառիթը։ Ընդգծել բողոքի այդ ծայրահեղ քայլին գնում է ոչ թե մեկուսարանի պայմանների կամ իր վիճակի պատճառով, այլ բողոքում է դատական պրոցեսի դեմ։ Դատաքննության մեկնարկից ի վեր Վարդանյանը հրաժարվում է ցուցմունք տալուց։ Բարձրաձայնում է իր նկատմամբ ապօրինությունների ու ճնշումների մասին։ Սիրիայի Լաթաքիա քաղաքում 2 հայ է զոհվել, հայր եւ որդի, հաղորդում է Հալեպում լույս տեսնող Գանձասար պարբերականը։ Հայ համայնքի ներկայացուցիչների եւ դեսպանության հետ կապ հաստատել ազատությանն առայժմ չի հաջողվել։ Վերջին օրերին Սիրիայի ծովափնյա շրջաններում, Լաթաքիայում, Տարտուսում եւ Հոմսում, որտեղ բնակվում է հիմնականում ալավի փոքրամասնությունը, բախումներ են տեղի ունենում Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչների հետ։ Մի քանի օրվա ընթացքում ավելի քան 340 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոն կառույցի ղեկավարը։ Սիրիայի իրավապաշտպանների խոսքով սպանությունները կատարվել են կառավարական զորքերի եւ դրանց հետ համագործակցող զինյալների կողմից։ Զոհերի ճնշող մեծամասնությունը հենց Սիրիայի բնակչության ավելի քան 10%-ը կազմող ալավիների համայնքից են։ Նույն համայնքից էր նաեւ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադը։ Այսօր առավոտյան 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքի մոտակայքում, որին հաջորդել են հետցնցումներ։ Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ երկրաշարժից տուժածներ չկան, փոքր փլուզման 2 ահազանգ են ստացել։ Գյումրու մեր թղթակիցը եղել է 88-ի երկրաշարժից վթարային դարձած շենքերից մեկում, որտեղ փլուզումների վտանգի տակ մարդիկ են ապրում։ Մարտի 8-ին մեզի շատ լավ նվեր եղավ, ահա որ վախեցել ենք, պարգաձեի, եղավ ապալթապալ էլանք հականք, բայց ինչ կրնանք ենենք, տեր ու տիրական չկա մեզի։ Տանը 6 անձ ենք, հա կան, բայց մի առայժմս փոքրերին ուղարկել եմ ուրիշտեղ։ Հա վախենամ գա, հա ուղարկել եմ երեխեքին։ Մենք մերը вообще չգիտեմ որ տարն է, նախնադարյան տարն է, հեշ մի բանում չկա, ամեն մի բանից մենք զրկված ենք։ Տանն ենք եղել, այո, տանն ենք եղել ու շատ վախեցել ենք։ Այդ ցնցումից չպատկերացրինք, որ սկզբից երկրաշարժ է, հետո լուստրը, Սերվանդը շղճղկուն եկավ, արդեն վախեցանք, ելանք տեղերից, բայց ուր փախնեինք, մինչև մենք դուրս փախնեինք, արդեն կարող է եւ բլեր է շենքը։ Մի օրում կփլի, սաղ կմնան տագը, այս մանդր երեխեքը, հա, մենք մնանք, հա, բայց քորպա երեխեքը։ Մարդկային կյանքեր կան։ Չեն մտածի, իրանք հեշ մի մարդուները չեն մտածի։ Մենք որ գտի, մենք կսենք թե մենք վատ վիճակի կապրինք, կսեն մենք էլ ենք վատ, դուք գիտեք մենք լավ կապրինք։
թե քաղաքապետարան, թե մարզպետարան, բայց չէ որ իրանք իրանց կաշվի վրա չեն զգա, թող մի օրը գամ ստեղ ապրին, մի օրը։ Մետարային շենք, 95 թվի շենք են տուն են խոստացել, ասեցին հարցը գլուծենք, այսօր վաղը, ամիս հետո այս տարի, այն տարի, եկավ հասավ այս օրը։ Բախենալով, այսօր շատ մեծ անակնկալ ունա վերեղավ մարդուտի կապակցությամբ։ Բախենալով, այսօր թորնիկից են փոքրիկին տեսակիմ թորնիկներ, ուղարկել եմ մյուս տադի տուն, մյուս այն դիմացի շենքն է, իրաստուն այնտեղ վերանորոգած է, բայց չկամ կարող եմ ես իմ թորնիկին ուղարկեմ իր տադի տուն։ Մի հատ այսպես ուժեղ երկաշած, այս պատուհանները կփլվին, այն անգյուրն արդեն բացվել է, դուս երևում է։ Թող փլվի բրծնի կամ համ մենք բրծնենք, համ իրանք բրծնին։ Ուղղակի զոհեր չեղնեն, երեխեքն են մեղք, ամեղ երեխեքին։ Մենք ջանդամը 60 տարի ապրել ենք։ Հետո մինչև ընդրություն է շենքի հարցը չլուծեցին, մենք արդեն ստեղ մնանք հավերժ։ Այսինքն սպասում եք, որ ընտրություններից առաջ Հա, եթե իրանք ինչ որ բան հայու, իրանց այդ խոստումը մինչև ընդրություններն իրանք կատարեցին, մենք այս շենքից գերնենք, եթե չէ ուրեմն մեր հույսը մինչև ընդրությունն է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Կուրսկի մարզում գործող ստորաբաժանումներին հաջողվել է 3 նոր բնակավայր գրավել։ Անկախ աղբյուրները Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը չեն հաստատում դեռ։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա դա կնշանակի, որ ռուսաստանցի զինվորականները հյուսիսից ընդհուպ մոտեցել են նախորդ տարվա օգոստոսին ուկրաինացիների կողմից գրաված Սուջա շրջկենտրոնին։ Նախորդին բրիտանական Տելեգրաֆը հաղորդել էր, որ ռուսական զորքերը առաջխաղացում են ապահովել նաև Սուջայից հարավընկած շրջանում, ինչը Կուրսկի մարզում տեղակայված 10 հազարանոց ուկրաինական զորախմբի շրջապատման իրական վտանգ է ստեղծել։ Միևնույն ժամանակ ուկրաինական Դոնեցկում 3 բնակելի տներին հասցված ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, 30 մարդ վիրավորվել է, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Վնասվել են 8 բնակելի շենքեր, վարչական շենք և 30 ավտոմեքենա։ Փրկարարների խոսքով կրակը մարելու ժամանակ ռուսական ուժերը կրկնակի հարված են հասցրել, վնասելով նաև հրշեջ մեքենան։ Առնվազն 12 մարդ է վիրավորվել Կանադայի խոշորագույն քաղաքում Տորոնտոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան քաղաքի փաբերից մեկում։ Կանադական ոստիկանության տեղեկություններով վիրավորներից առնվազն 6-ը հրազենային վիրավորումներ ունեն, նրանց կյանքին սակայն վտանգ չի սպառնում։ Նախնական տեղեկությունների համաձայն հարձակման հեղինակները 3-ն են եղել, նրանց հաջողվել է անարգել լքել հանցագործության վայրը։ Հարձակման դրդապատճառների մասին դեռ այս պահին որևէ բան հայտնի չէ։ Երուսաղեմում վտանգված է հայոց պատրիարքարանի գույքը։ Քաղաքի իշխանությունները համարում են, որ պատրիարքարանը պարտքեր ունի իրենց և պահանջում են գույքով վճարել, սակայն պատրիարքարանն ու հայկական համայնքը պնդում են, սա անհիմն պահանջ է և այժմ փորձում են պայքարել գույքից չզրկվելու համար։ Երուսաղեմի քաղաքային իշխանությունները ցանկանում են բռնագանձել հայոց պատրիարքարանի գույքը, պատճառաբանելով, թե հոգևոր կառույցը 1994 թվականից չի վճարել իր տարածքի վարձակալությունից կուտակված հարկը։ Մինչդեռ պատրիարքարանն ու տեղի հայերը պնդում են, քաղաքային իշխանությունների պահանջը անհիմն ու անարդար է և արդեն դատարան են դիմել կանխելու պատրիարքության գույքի բռնագանձումը։ Եթե Աստված մի արասցե պատրիարքարանի հայցը մերժվի, Երուսաղեմի քաղաքապետարանը կզավթի պատրիարքարանին պատկանող անշարժ գույքը և այն կհանի աճուրդի, որպեսզի հավաքի ենթադրյալ վիճարկվող պարտքերը, որոնք երբևէ չեն ապացուցվել դատական գործընթացներում և մինչև այժմ գոյություն ունեցող սովորույթների համաձայն երբևէ չեն կիրառվել։
Երուսաղեմի հայոց պատրիարքությունից շեշտում են, որ քաղաքապետարանը իրավական հիմքեր չի ներկայացրել ու չի պարզաբանել, ինչպես է կուտակվել ենթադրյալ պարքը։ Ավելին, ըստ հաղորդագրության, դրա զգալի մասը վերաբերում է մի գույքի, որը փաստացի վարձակալությամբ է տրված հենց Երուսաղեմի քաղաքապետարանին։ Պատրիարքանից չեն նշում, թե որքան պարտքի մասին է խոսքը եւ ինչ շինություններ են բռնագանձման վտանգի տակ։ Երուսաղեմի 5 քաղաքի մի զգալի հատվածում է հայկական թաղամասը, որտեղ էլ պատրիարքանի շինություններն են՝ Սրբոց Հակոբյանց վանքը, վանքապատկան շինությունները, Թարգմանչած դպրոցը, հայկական տպարանը։ Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող միջազգային փաստաբանական խմբի անդամ Մարման Թաթոյանի խոսքով կուտակված ենթադրյալ պարքը ավելի քան $7 միլիոն է։ Երուսաղեմի համայնքապետարանը փորձում է հավաքագրել հարկեր, ընդ որում միայն թիրախավորելով հայոց պատրիարքությանը, որը ավանդույթի ուժով այն գույքի համար, որը ենթակա չէ ընդհանրապես հարգման, եւ այստեղ նաեւ շատ հստակ պատմական կարևոր ավանդույթներ կան։ Արման Թաթոյանը եւս պնդում է, Երուսաղեմի քաղաքապետարանի ներկայացրած պահանջը անհիմն է։ Բացատրում է, դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները Երուսաղեմում ազատված են եղել հարկերից, դեռ Օսմանյան կայսրությունից սկսած։ Ըստ իսրայելական օրենքի, հարկային պարտավորություն ունեն միայն այն հոգևոր կառույցները, որոնք առևտրային գործունեություն են ծավալում։ Երուսաղեմի հայ համայնքի շահերի ներկայացուցիչը հիմնավորում է պատրիարքությունը առևտրային գործունեությամբ չի զբաղվում, իսկ վարձակալության տված գույքի շահույթն էլ ուղղում է եկեղեցապատկան գույքի պահպանման ու տպարանի դպրոցի ծախսերին։ Եկեղեցականների եկամուտը չէ, դա պատրիարքությանն է, որն ուղղվում է կենսական բոլոր կարիքների բավարարման եւ ավելին ձեզ ասեմ, ինքը համայնքապետարանը պարտք է մեր պատրիարքությանը եւ հակառակը փոխանակ մտածեն նաեւ դա վերադարձնելու մասին ստրական մոտեցմամբ, հատուկ եմ ուզում ասել, ստրական մոտեցմամբ միայն թիրախավորել են մեր պատրիարքությունը եկեղեցին։ Երուսաղեմում գտնվող եկեղեցապատկան գույքերը հարկելու մասին քաղաքային իշխանությունները դեռ 2018-ին էին հայտարարել, այն ժամանակ հայտնելով, թե շուրջ $200 միլիոն գույքահարկ չեն վճարել Հռոմի կաթոլիկ, հույն ուղղափառ եւ հայ առաքելական եկեղեցիները։ Սակայն բողոքի մեծ ալիքից հետո իշխանությունները հետ կանգնեցին բռնագանձման գործընթացից։ Դեռ այն ժամանակ վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ այդ հարցով հանձնաժողով է ձևավորվել։ Հանձնաժողովը պատշաճ աշխատանքներ չի կարողացել տանել, բայց հանձնաժողովը ինքը գոյություն ունի եւ դրա իրավական լուծումներ գտնելու ձևաչափը այդ հանձնաժողովն է, որովհետեւ այդ հանձնաժողովը որևէ մեկը չի լուծարել։ Թե ինչու են քաղաքային իշխանությունները հիմա միայն հայկական եկեղեցուց պահանջում ենթադրյալ չվճարված հարկը, հայ համայնքում ենթադրություններ ունեն միայն։ Երևի ինչ որ ճնշման մեխանիզմը, ճնշման փորձեր են հայոց պատրիարքարանի վրա առանձնացնելու, որովհետև երևի համարում են, որ ամենայն թույլ օղակն է այս եկեղեցիների միջև, դե հույները օրթոդոքս աշխարհի աջակցություն ունեն, կաթողիկները բարձ է, որ Վատիկանի աջակցություն ունեն, իրանք էլ մտածել են Թիվանակիդական ճնշումների կողմից ամենան թույլը հայկական պատրիարքությունը կլինի երևի։ Ազատությունը դիմել է Երուսաղեմի քաղաքապետարան մեկնաբանություն ստանալու համար, պատասխան առայժմ չունենք։ Իսկ պատրիարքանից դեռևս հրաժարվում են մեկնաբանություններից։ Օրեր առաջ հայոց պատրիարքն օգնության խնդրանքով դիմել էր Իսրայելի վարչապետին։ Պատրիարք Նուրհան Մանուկյանն իր նամակում մասնավորապես հորդորել է Իսրայելի վարչապետին միջամտել, որ Երուսաղեմի քաղաքապետարանը դադարեցնի հայոց պատրիարքության դեմ գործողությունները ու խնդրին լուծում տալու նպատակով վերսկսվի կառավարական հանձնախմբի հետ հանդիպումները։ Փաստաբան Արման Թաթոյանն ասում է, վտանգի տակ է Երուսաղեմի հայկական ներկայությունը։ Այդ խնդրի վրա պետք է կենտրոնացնել ոչ միայն Սփյուռքի, այլև միջազգային հանրության ուշադրությունը։ Թաթոյանը մտահոգիչ է համարում, որ Հայաստանի կառավարությունը չի միջամտում։ Մենք ամեն դեպքում չենք տենում Հայաստանի կառավարության աջակցությունը, ինչը շատ մտահոգիչ է։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը պետք է առաջինը լիներ այս հայապահպանության, հայոց եկեղեցու ներկայության դարերի ներկայության ապահովման, երաշխավորման հարցերում մեջքին կանգնացնել մեր պատրիարքության։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը եւս ընդունում է։ Երուսաղեմում հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, բայց թե ինչ կարող է անել Հայաստանի կառավարությունը այս հարցում, շատ կարճ է արձագանքում։ Պատկերացեք, որքան դժվար է Հայաստանի հանրության համար
մի երկիր, որը նոր սկսում է Իսրայելի հետ դիվանագիտական չոր հարաբերություններ հաստատել, որևէ ձևով ներազդել այս իրավիճակի վրա։ Հայոց պատրիարքությունը նաև Երուսաղեմի հայկական թաղամասի 25% զբաղեցնող Կովերի պարտեզ կոչվող տարածքի պատճառով է դատարանում հայտնվել։ Տարածքը տարիներ առաջ վաճառվել էր իսրայելական ընկերություններից մեկին, տեղում հիմա հայերը հերթապահում են կանխելու հնարավոր շինարարական աշխատանքները։ Իրավապահները հիշել են 4 տարվա վաղեմության գործը և 3 ձերբակալել են Սյունիքում վարչապետի դեմ կազմակերպված ցույցերի մասնակից ԱԱԾ նախկին սպային։ Ընդդիմադիրները կարծում են իրավապահների այս ակտիվության պատճառը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր խորհրդարանում։ Ազգային անվտանգության ծառայության նախկին սպա Արամ Գասպարյանը վարչապետի դեմ տարիներ առաջ կազմակերպված ցույցերի դեպքով ձերբակալվել է։ Գիշերը դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել։ Ֆատորը առավոտյան գալի 4 տարի առաջվա գործով մարդ են ձերբակալել։ Արամ Գասպարյանը, որ շուրջ 20 տարի ազգային անվտանգության ծառայությունում է աշխատելու, հայտնի է Չիկո ծածկանունով, մեղադրվում է 4 տարվա վաղեմության գործով 2021-ին Սյունիքում Փաշինյանի դեմ կազմակերպված ցույցերի։ Այնպես չի, որ վերջի օրերին ինչ-որ նոր տեղեկություն էին ձեռք բերել, որով անձը իդենտիֆիկացվում էր որպես այսպես ենթադրյալ հանցանք կատարած անձի։ Ինչի համար են մեղադրում Արամ Գասպարյանին, նրա փաստաբան Արամ Վարդևանյանը հրաժարվեց այսօր այս գործից խոսել։ Ազատությանը մանրամասներ պատմեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որի 3 դատարանում է եղել։ Ըստ Մելիքյանի 2 մեղադրանք են առաջադրել։ Մեկը վարչապետի շարասյունը վնասելու գործողությունների կազմակերպման համար, ձվեր էին նետել մեքենաների ուղղությամբ։ Մյուսը խուլիգանություն կազմակերպելու մեղադրանք է։ Արամ Գասպարյանը, որ այդ ժամանակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում դեպարտամենտի ղեկավար է աշխատել, ըստ Ռուբեն Մելիքյանի այդ դեպքերին չի մասնակցել։ Եվ այս մեղադրանքը ինքնին տարօրինակ է։ Հերվից եւ նախապես կազմակերպիչ խուլիգանությունը պարզապես ունենալ չի կարող խուլիգանության հանցակազմի առանձնահատկություններից ելնելով։ Այսինքն հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը խուլիգանական դրդումներից ելնելով դա ուղղակի չի կարող ունենալ կազմակերպիչ։ Դա պետք է անձի այսպես ներքին մղման արդյունքը լինի։ Արամ Գասպարյանը չի եղել Սյունիքում, Երևանում է եղել։ 2021-ին արտահերտ ընտրություններից 2 ամիս առաջ, երբ Փաշինյանը այցելել էր Սյունիքի մարզ ու ոտքով շրջում էր, նրան դիմավորել էին բողոքի ակցիաներով, սուլոցներով, վիրավորանքներով ու հայոյանքներով։ Նիկոլ կապիտուլոս! Պահանջում էին, որ հեռանա, բայց Փաշինյանը շարունակում էր քայլարշավը ոստիկանների ուղեկցությամբ։ Նույն օրը վարչապետը հանձնարարեց զբաղվել այդ դեպքով ու 20-ից ավելի քաղաքացիներ ձերբակալվեցին։ Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ եւ կոշտ կերպով կարձագանք են։ Արամ Գասպարյանը նախկինում 1 տարի 7 ամիս բանտում է եղել ընտրական խախտումների հետ կապված քրեական գործով, թե ինչու է նրան հիշել Սյունիքի հայտնի դեպքերով քննչականից պարզել չհաջողվեց։ Մեր զանգերին չպատասխանեցին։ 3 դատարանի մոտ է եղել նաև ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը։ 21 թվականի դեպքերի հետ կապված նախաքննական մարմինը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը 3 օր հետո արտնացել է։ Թե падգամավորը, թե փաստաբան Մելիքյանը կասկածներ ունեն, որ այս հանկարծակի զարգացումները պայմանավորված են վարչապետի օրերս արած հայտարարությամբ։ Չորեքշաբթի խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսելով դատական համակարգում կառավարության ազդեցությունից վարչապետը վստահեցրել էր, թե իրենք չեն միջամտում քրեական գործերին։ Նա հիշեցրել էր նաև Սյունիքի այս գործը։ Մի շարք աղմկահարույց դեպքերով դատական համակարգում, այդ թվում Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպերով իմ դեմ գործողություններ արած անձանց նկատմամբ հենց անհասկանալի որոշումներ են կայացվել, որը ուղղակի ոչ մի մեկնաբանության չի տրվում։ Արդյոք այս մեղադրանքները հիմնավոր են եւ ինչ կապ ունեն Փաշինյանի խոսքերը քրեական գործով զարգացումների հետ։ Իշխող խմբակցության դիրքորոշումը ճշտել չհաջողվեց։ Խմբակցության ղեկավարը, քարտուղարն ու падգամավոր Վահագն Ալեքսանյանը չպատասխանեցին մեր զանգերին։ 44-օրյա պատերազմում զոհվածների եւ անհետ կորածների ընտանիքները Արցախից բռնի տեղահանվելուց հետո այժմ Հայաստանում կանգնած են պետության աջակցությամբ ձեռք բերած տները կորցնելու վտանգի առաջ։ Արցախի կառավարությունը պատերազմից հետո աջակցել էր, որ պատերազմում զոհվածների եւ անհետ կորածների ընտանիքները հիփոթեկով տուն գնեն, իր վրա վերցնելով վճարները, սակայն Արցախի հայաթափումից հետո այդ վճարները չեն կատարվել, այժմ գոյացած պարտքը ծանրացել է ընտանիքների վրա։
Միշտ մտածել եմ շուտ տուն առնեմ, չես կարա իմանաս հաջորդ օրը ինչ կարա լինի, դե դա էլ չեմ իմացել, որ շաբաթը ուրբաթից շուտ է գալու։ Տուն եմ առնելու ու ընդամենը չանցած 2 տարի ավելի լուրջ խնդրի առաջ եմ կանգնելու։ Աղավնոյից տեղահանված Աիդա Ավագյանին օրերս բանկից զանգել եւ տեղեկացրել են, որ պետական սերտիֆիկատով գնված հիպոթեկային վարկը մարելու պարտավորությունները անցնում է զոհված զինծառայողի ընտանիքին։ Եթե մայիսի 5-ից չվճարվեն կուտակված պարտքերն ու տոկոսները, վարկը դասվելու է որպես ժամկետ անց, հետո հարկադիրով գույքը կարող է բռնագանձվել։ Արցախի կառավարության 2022 թվականի մայիսին ընդունված որոշմամբ 44-օրյա պատերազմում զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին Հայաստանում բնակարան ձեռք բերելու համար աջակցություն էր տրամադրվում հիպոթեկային վարկի կանխավճարի եւ ամենամսյա վճարների մարման տեսքով։ Զոհված զինծառայողի կնոջը հայտնել են, որ Արցախի լուծարումից, այսինքն 23 թվականի սեպտեմբերից հետո վճարումներ չեն կատարվել։ Բանկը դիմել է կառավարությանը, բայց պատասխան չի ստացել։ Այսինքն ես պայմանագիր եմ կնքել բանկում, ունեմ պայմանագիրը իմ մոտ, բանկ, գնորդ ու պետություն։ Ոնց հասկանում եմ, քանի որ չկա հիմա, մեր պետությունը երևի արդեն Ադրբեջանն է դառնում, էլի, եթե ՀՀ-ն չի վճարում, փաստորեն մենք դառնում ենք Ադրբեջանի քաղաքացի։ Հիմա չեմ հասկանում, ես նամակ պիտի գրեմ ՀՀ կառավարությանը, թե Ադրբեջանին։ Տեղահանվելուց հետո 4 երեխաների մայրը սերտիֆիկատի 22 միլիոն դրամին իր միջոցներից եւս 4 միլիոն էր ավելացրել, Գորիսում տուն գնել, որը հյուրատան է վերածել։ Հիմա խնդրի առաջ է կանգնել, ինչպես է վճարելու վարկը։ Ոնց կարաս վճարես, եթե ունես 4 երեխան, որում չէ, իմանում աղջիկներիցս մեկը հաշմանդամ, ես այդ նպատակով եմ տունը գնել, քանի որ չեմ կարա աշխատեմ ինչ-որ միտեղ, մեկը պիտի պարտադիր տանը լինի, որ հյուրատուն ուներ, հենց դրանով ոգևորվել եմ, որ տանը կլինեմ, կաշխատեմ, մենակ չեմ թողնի, բայց ոնց հասկանում եմ, պիտի այն որ ասում եմ, ոտքդ վերմակդ գյուրա մեկնեիր, ես էլ պիտի տենց անեի, մի քիչ գումար լիներ, բայց կարող որ այսօր այս խնդրի առաջ էլ կանգնեի, չմտածեի գոնե վճարումները քիչ լիներ, բայց ախր 100-ից ավել է գալիս ամեն ամսվա վճարումը ու 20 տարի։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փորձեցինք ճշտել, թե արդյոք այս խնդրի մասին քննարկումներ կան։ Խոսնակը միայն փոխանցեց, թե այն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ու Հայաստանի կառավարությունը առնչություն չունի բնակարանային ապահովման պետական աջակցության այս ծրագրի հետ։ Այս պահին այլ մանրամասներ հաղորդել չեն կարող։ Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանն ասում է, ծրագրի շահառուների թիվը մեծ չէ, մոտ 9 տասնյակ, եւ եթե պետությունը լուծումներ չգտնի, ապա վարկային բեռը ծանր հետևանքներ կունենա, առանց այն էլ խոցելի ընտանիքների համար։ Միակ լուծումը այն է, որ կառավարությունը որոշում կկայացնի այդ վարկերի զիջման կամ վճարման այլ տարբերակի, որը չի լինի վարկառուի կողմից, կոնկրետ չի լինի այս ընտանիքների կողմից, այլ մեկ այլ տարբերակ, որը նրանց ֆինանսական խնդիրների առջև չի կանգնեցնի, որովհետև ես վստահաբար կարող եմ ասել, որ այդ ընտանիքներից ոչ մեկը պատրաստ չէ նման ֆորս մաժորային իրավիճակի։ Տիկին Աիդայի ամուսինը Համլետ Առաքելյանը կամավոր էր մեկնել ռազմաճակատ, զոհվել 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Ջաբրայիլում։ Դին երկար փնտրելուց հետո 8 ամիս անց են գտել։ 2022-ին Աղավնոյի ադրբեջանական դառնալուց հետո Սյունիքում հաստատված կինը հույս ունի, որ իրենց խնդրին լուծում կտրվի։ Տաս քո ամենաթանկը հայրենիքին, մտածես լավ հասկացանք, հայրենիք ենք պահում ու հայրենիքն էլ ընդհանրապես կորցնես ու մի հատ էլ գաս, այն ժամանակ մտածել եք մեր գյուղը Ադրբեջանին է մնացել, Արցախը մնաց Ադրբեջանին, մեզ Ադրբեջանը տեղահանեց, բա լավ հիմա։ Հայաստանում ճանապարհներին տեղի ունեցող վթարներից մահացության դեպքերը շատ են, տարին դեռ նոր է սկսվել, իսկ ճանապարհներին արդեն 4 տասնյակ մարդ է զոհվել։ Եվ այդ ցավալի ու ողբերգական վիճակագրությունը ոչ մի կերպ չի հաջողվում կրճատել։ Հայաստանն այս առումով Եվրամիության արևելյան հարևանության երկրների շարքում ամենավատ ցուցանիշն ունի։ Մենք այժմ գտնվում ենք Երևանի Բագրատունյաց պողոտայի վրա։ Այստեղ այս նկարահանումից բառացիորեն 1 ժամ առաջ վրաերթից տղամարդ է տեղում մահացել։
Հայտնի է նաև անցյալ տարվա վիճակագրությունը։ 2024-ին ՃՏՊ-ներից մահացել է 333 մարդ, դրա նախորդ տարին 379։ Ճանապարհատրանսպորտային պատահարներից տարեկան զոհերի թիվը բարձր էր և 5 տարի առաջ 341 և 10 տարի առաջ 2014-ին 297։ Բագրատունյաց պողոտան համարվում է Հայաստանի ճանապարհների, այսպես ասած, սև կետերից մեկը։ Տարվա ընթացքում այստեղ բազմաթիվ վթարներ են լինում, երբեմն նաև մահվան ելքով, ինչպես այսօր մեր նկարահանման օրը։ Ճանապարհային անվտանգության մասին վերջին հետազոտության համաձայն Հայաստանը Եվրամիության արևելյան հարևանության երկրների շարքում ամենավատ ցուցանիշն ունի 12.7։ Այս թիվը հաշվարկվում է տարվա ընթացքում 100,000 բնակչի հաշվով մահերի քանակով։ Համեմատության համար նույն ցուցանիշը Վրաստանում 11.5 է, Ադրբեջանում 8.5, իսկ Եվրամիության երկրներում միջինացված ցուցանիշը 3 անգամ պակաս է, 4.5, ըստ համաշխարհային բանկի տվյալների։ Յուրաքանչյուր հարց քաղաքական կամքի խնդիր է։ Եղավ քաղաքական կամք, հարցերը կլուծվեն։ Կարծում եմ մենք մեզ մոտ պայծ պահ առաջանում այդ կամքը։ Օրինակ, երբ որ լինում է մեծ խոշոր վթար, ցավոք մարդիկ զոհվում են, միանգամից բոլորը արթնանում են։ Համաշխարհային բանկի ճանապարհային անվտանգության մասին վերջին զեկույցի համաձայն Հայաստանի նման մտահոգիչ ցուցանիշի պատճառները հստակ չեն ու բազմազան են։ Ճանապարհային ենթակառուցվածքների որակից մինչև մեքենաների անվտանգության չափանիշներ։ 30 էջանոց զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս հարցն ուսումնասիրել։ Հայաստանի ճանապարհատրանսպորտային պատահարների մահացության բարձր մակարդակը հետագա քննության կարիք ունի ճանապարհային անվտանգության, քաղաքականության մշակման ու դրա արդյունավետ իրականացման համար։ Անհամամասնությունների ըմբռնումը անհրաժեշտ է ճանապարհային անվտանգությունը բարելավելու և մահացության ցուցանիշը նվազեցնելու համար։ Այնուամենայնիվ որևէ գերատեսչություն այս թեմայով խորը ուսումնասիրություն չի արել, ու թեև Հայաստանում ամեն տարի ավելի քան 300 մարդ զոհվում է ՃՏՊ-ների հետևանքով, միևնույնն է հստակ պատասխան չկա, որն է ճանապարհային անվտանգության այսպիսի վիճակի պատճառը և ինչ հստակ ծրագիր ունի կառավարությունը պատահարների ու զոհերի թվի նվազեցման համար։ Այս հարցին հասարակական կազմակերպություն ղեկավարող Պողոս Շահինյանը հետևում է արդեն 2 տասնամյակ։ Մարդը կյանքա գնաց, ընտանիքը տխրության մեջ է, վիշտի մեջ է, ընկերները վիշտի մեջ են ու դրանով մենք սահմանափակվում ենք։ Բայց չէ՞ որ այդ մարդը հասարակության մեջ դերակատարություն ուներ։ Եվ այն տրագեդիան, որ մենք այսօր տեսնում ենք, դա շատ տխուր է։ Ճանապարհային անվտանգության հարցերով Հայաստանում միանգամից 2 գերատեսչություն է զբաղվում՝ ներքին գործերի ու տարածքային կառավարման նախարարությունները, բայց մասնագետների կարծիքով թվերն են փաստում, բարելավում այս հարցում չկա։ Այնուամենայնիվ ներքին գործերի նախարարը համաձայն չէ։ Վերջին ասուլիսին նա նկատեց 2023-ի համեմատ զոհերի թիվը 2024-ին 45-ով նվազել է։ Այսինքն 964,000 տրանսպորտային միջոցների գոյության և շարժունակության պայմաններում մենք կարողացել ենք ավելի քիչ թվով զոհեր ունենալ, քան ունեցել ենք արդեն շուրջ 560,000 տրանսպորտային միջոցի պայմաններում։ Սա իհարկե խորհելու տեղիք տվող վիճակագրություն է և մենք առնվազն այս տարվա կտրվածքով արձանագրել ենք, որ գլխավորապես վիճակագրական այսպիսի փոփոխություններում իրենց նպաստն են բերել բարեկային ծառայողներն ավելի ինտենսիվ աշխատանքով։ Պատասխանատու պաշտոնյաներն այս թեմային անդրադառնալիս միանգամից նկատում են Հայաստանում ամեն տարի աճում է ավտոմեքենաների թիվը, իսկ փորձագետները հակադարձում են, թե դա պատճառ չէ մահացության բարձր ցուցանիշների համար։ Օրինակ Դանիայում Հայաստանից 5 անգամ ավելի շատ ավտոմեքենա կա, բայց ճանապարհատրանսպորտային պատահարների մահվան ինդեքսը չի հասնում անգամ 3-ի։ Մեկ այլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Քեանի կարծիքով արդարացումներ գտնելու փոխարեն պատասխանատուները պետք է մարդկային զոհերի թվի նվազման հարցով զբաղվեն, բայց չեն վերացվում անգամ ճանապարհների ակնհայտ խնդիրները։ Վերցնենք Երևան-Գյումրի ճանապարհը, այս արդեն քանի տարի է, այդ հեղափոխությունից առաջ էր այդպես վերանորոգման այդպես վատ վիճակում, այս 6 տարի անցել է, էլի նույն վիճակում է, բայց ոչ մի շինարարական նորմերի չի համապատասխանում այնտեղ անվտանգության եւ մինչ օրս ոչ մի փոփոխություն չի լինում։ Քանի դեպք է եղել, դա ասենք 5-6-7 հոգի զոհեր են ունեցել մի վթարից։ Այո, հիմա էլ է շինարարություն, հիմա էլ է նույն վիճակը։ Երթևեկության կանոնները խախտող վարորդներին զսպելու համար Հայաստանում վերջին 10 տարիներին եւ տուգանքն է աճել եւ 2020 թվից էլ գործում է բալային համակարգ, որի միջոցով ամենաանբարեխիղճ վարորդները զրկվում են վարելու իրավունքից։ Ի պատասխան մեր հարցման ներքին գործերի նախարարության
նախարարությունից տեղեկացրել են, որ անցյալ տարի 10.337 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, սակայն զուգահեռ եւս 24.000 նոր վարորդ է ստացել վարորդական իրավունք։ Բացի այդ, այս տարի իշխանությունը որոշեց օրենքը բարելավել խախտումներ անող վարորդների համար, տարեկան բալերի քանակը 9-ից դարձնելով 13։ Պողոս Շահինյանը, որը կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է որպես քաղաքասարակության ներկայացուցիչ, կարծում է, որ առանձին քայլերով հնարավոր չէ բարելավել երթևեկության անվտանգությունը։ Այդ ամենը երբ որ համալիր եղավ, մենք կհասնենք աջակցությանը։ Հակառակ դեպքում այսօր բոլոր գերատեսչները գործ անում են, բայց այդ աշխատանքը պետք է համատեղ լինի։ Իսկ համատեղի համար կներեք, համատեղի համար դա ռազմավարությունն է եւ գործունեության ծրագիրը։ Համակարգված աշխատանքի համար ըստ մասնագետի հարկավոր է ռազմավարություն, որը դեռ 2023-ին պատրաստ էր, սակայն այդպես էլ չի ընդունվել։ Ի պատասխան մեր հարցման տարածքային կառավարման նախարարությունից ասացին, որ այդ ռազմավարությունը ներառելու են մեկ այլ տրանսպորտի ռազմավարության մեջ, որը դեռ մշակում են եւ պարզել չէ, երբ պատրաստ կլինի։ Մինչ այդ Հայաստանում վերջին 10 տարում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացել է ավելի քան 3000 մարդ, իսկ երթևեկության անվտանգության բարելավումը եւ Եվրամիության հետ համապարփակ գործընկերության համաձայնագրի պահանջ է եւ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակի թիրախ, ըստ որի մինչեւ 2030 թվականը ճանապարհային երթևեկության մահվան դեպքերի թիվը Հայաստանում պետք է առնվազն կիսով չափ կրճատվեր։ Այսօր մարտի 8-ն է կանանց միջազգային օրը։ Վիճակագրության համաձայն կանանց միայն կեսից մի փոքր ավելին է այսօր տնտեսապես ակտիվ, մինչդեռ տղամարդկանց դեպքում ցուցանիշը 71% է, ովքեր նաև մոտ 2.5 անգամ ավելի շատ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում։ Վերջին տարիներին սիրահայ կանայք են բավական ակտիվ, իրենց ձեռքի շնորհքը փորձում են վերածել բիզնեսի։ Այս իմ դումն է, բնակավայրը եւ միևնույն adin աշխատավայրն է։ Որ հոբին մի օր ապրուստի միջոց կդառնար, 64-ամյա Մարալ Շեհումելյանը չէր պատկերացնի։ Տիկին Մարալը Սիրիայի իր տանը բացառապես հաճույքի համար էր ստեղծագործում, թաղիքագործությամբ ու հուլունքագործությամբ զբաղվում։ 2015-ին պատերազմական Սիրիայից Հայաստան փախչելիս հասցրել է նաև իր ձեռագործ աշխատանքներից մեկը վերցնել։ Ժամացույցի ցևով պատրաստած եմ, Ուրֆայի ասեղնակորձությունն է եւ այս հիշադակը իմ Հալեբի բնակարանեն վերցուցած է դասպերած եմ։ Ձեռքի աշխատանքները վաճառելու հմտությունները տարբեր դասընթացներում է սովորել Տիկին Մարալը, բայց դա էլ քիչ էր։ Շրջապատեր պետք ճանաչում, այդ հարթակն էլ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության օգնությամբ գտավ, մասնակցելով նրանց ցուցահանդեսներին։ Նաև այդտեղ ձեռք բերած կապերի օգնությամբ հաճախ աշխատանքային ճամփորդությունների է մեկնում։ Առաջիկայում Արաբական Միացյալ Էմիրություններում ասեղնագործություն պետք է սովորեցնի տեղի փախստականներին։ Ես իմ Ուրֆայի ասեղնագործությունն անում, որ ինքը մեդաքսի թել եւ մեդաքսի դորի վրա եմ ասեղնագործում։ 500 դրամից մինչև 2000 եվրո արժեն նրա ձեռքի աշխատանքները։ Հիմնականում օգտագործում է մետաքս, բարձրորակ բուրդ ու բնական քարեր, հուլունքներ։ Այս հմտությունները տատից ու մորից է սովորել։ Սիրիայում միայն տնային տնտեսուհի էր, հիմա բիզնես լեդի։ Հայաստան կալես վերջ ես դարբեր պարադոններով, երբ որ մասնակցեցա Լա Ամերիկա Smithsonian ֆեստիվալի, Լա Սուրաճկուն շարժա եւ այլն։ Իմ նպատակը կյանքի երազանքը մասամբ իրականացավ, որ ես աշխարհին գրծածանոթացնել հայ գնոջ ցիրկը, վարք ու փառքը, գենցաղը։ Նաև Տիկին Մարալին աջակցած ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպությունը Հայաստանի ֆոնդային բորսայի հետ միասին օրերս հնչեցրու զանգը հանուն կանանց եւ աղջիկների տնտեսական հզորացման խորագրով միջոցառում էին կազմակերպել։ Սա սիմվոլիկ արարողություն է, ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։ Նրա խոսքով աշխարհի տարբեր երկրներում ֆոնդային բորսաներն այսպիսի զանգի հնչեցման արարողություններով ընդգծում են մասնավոր հատվածում գենդերային հավասարությանը հասնելու կարևորությունը։ Օրինակ, ըստ Եգանյանի, իրենց ընկերության 60%-ը կանայք են, որից 30%-ը խորհրդի կազմում։ Իրականությունը այն է Հայաստանում, որ ֆինանսական համակարգի մեծամասնությունը աշխատակիցների նույնպես կանայք են։
Հայաստանում 27 ընկերություն է միացել ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության կանանց հզորացման սկզբունքներ ծրագրին, բայց դրանք հիմնականում միջազգային ընկերությունների հայաստանյան մասնաճյուղեր են։ Սա ենթադրում է, որ այս ընկերությունները պատրաստ են նպաստել կանանց հզորացմանն ու իրենց աշխատանքում առաջխաղացմանը, ստեղծելով նրանց համար նպաստավոր պայմաններ։ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանին հարցրինք, որպես այդ հարթակին միացած կազմակերպություն, ինչպես են աջակցում հատկապես մայրության արձակուրդ գնացող կամ վերադարձած կանանց։ Առհասարակ նոր երեխաների ծնունդով կապված կան խրախուսական միանշանակ, ինչպես նաև աշխատանքի գրաֆիկի փոփոխություն, մեր համար ամենակարևորը աշխատանքի արդյունքն է, վերջնական արդյունքը։ Մարդը եթե կարողանում է իր առջև դրված նպատակներին հասնել, դա կարա գրաֆիկի փոփոխություն ենթադրի, մենք դրան կողմ ենք։ Բայց աշխատավարձը նույնությամբ պահպանում։ Հա, մենք չենք խրճատում, չէ։ Օրինակի համար 3 տեսա նորածին երեխա մեր գրասենյակում եւ իրան ճիշտ կերակրում էին։ Այսօր աշխարհում ընդունված է խոսել կանանց իրավունքներից Հայաստանում, մարտի 8-ը հիմնականում կանանց շնորհավորելու, փոքրիկ նվերներ եւ ծաղիկներ տալու օր է ընկալվում։ Ժողովրդի մեջ մարտի 8-ը ընդունված է համարել նաեւ կանանց միամսյակի սկիզբ, որ ձգվում է մինչեւ ապրիլի 7-ը, երբ նշվում է մայրության եւ գեղեցկության օրը։ Մարտի 8-ի նախօրեին հատկապես ակտիվ էր ծաղկի շուկան, ազատության տեսախցիկը շրջել է բազմագույն շարքերով։ Օրինակցավ 7000 դրամ կապը, 20 հատա, համար եք ծաղիկ։ Նենա դու ինքը ասի։ Մայրիկիս և տատիկիս։ Ինչ ծաղիկ ես։ Հալը չգիտեմ։ Որն է դուրդ գալիս են տեսքով։ Վարդերը։ Բացիկ ես գրել։ Բացիկ եմ գրելու, բան եմ ասել, որ տպեն սիրուն, էտի ուշը։ Կասես ինչ ես գրելու, թե գախնիկա։ Այսօր թորս ասեց, եթանք ապի ծաղիկ առնենք, տենց էլ լայք։ Աղջկաս, թորնիկիս։ Իսկ ինչ տեսակի բան եք պնդում։ Ես օրինակ հարցնում եի արևածաղիկներ, ես շատ սիրում եմ արևածաղիկներ, իրոք։ Գտնում եք ձեր ուզած։ Նոր ենք մտել, չգիտեմ դեռ։ Արևածաղիկ տեսա այստեղ, հա։ Ձեր համար եք եկել ծաղիկ։ Տնօրենի։ Իսկ ինչ որ յուրահատուկ բան եք։ Չէ, ընտրել ենք արդեն վարդեր, սիրուն վարդեր ենք ընտրել։ Իսկ ձեր համար։ Մեր համար էլ, հա, բնականաբար։ Ես արդեն ստացել եմ վարդեր էլի, ահա, տղայիս կողմից։ Այո, ստացել եմ։ Ինչ ունեք, կակաչներ։ Այո, ծաղիկներ, որը մեծ սիրով անում ենք, Էստոնի կապակցությամբ։ Ոնց եք անում, ինչ որ մի տեղից բերում եք։ Չէ, չենք վերավաճառում, ուղղակի մենք մեր ձեռքով, սիրով պատրաստում ենք։ Ձեր աճեցրած անպայման։ Որտեղ եք։ Արարատի մարզ, Արտաշատի ռայոն, գյուղ Ազատավոր։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում։ Կիրակի օրը առաջարկում եմ բաց չթողնել Հրայր Թամրազյանի կիրակնորավելուծական ծրագիրը, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն երկուշաբթի ժամը 16-ից։ Հաջողություն։